Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի եւ այդօրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ, ի հեճուկս ձեռք բերված եւ հռչակված պայմանավորվածությունների։ Բայց սա իհարկե մեզ ոչ մի միլիմետր չի շեղի ձեռք բերված խաղաղության նշանավորման եւ հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից։ Իմ այսօրվա ելույթում իդեպ չեք գտնի վերաբերելի որևէ գոնե մեկ դրույթ կամ արտահայտություն, որի հիմնավորումը չեմ կարող մատնացույց անել տարբեր ձևաչափերով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններում կամ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եւ հրապարակված փաստաթղթերում։ Ադրբեջանցի գործընկերոջս առաջարկում եմ կենտրոնանալ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտափույթ եւ ճշգրիտ կյանքի կոչելու վրա, ինչի համար էական է լեգիտիմ խոսույթների կիրառումը։ Եվ ուրեմն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակված թրիփ ուղի նախագծով Հայաստանի տարածքով անցնելու են երկաթուղի, ավտոճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, որոնք արևելքը կապելու են արևմուտքին։ Այս համաձայնության արդյունքում նաև հյուսիսն է կապվելու հարավին։ Հենց աշխարհագրական թվարկումը բավարար է արձանագրելու համար, որ սա ճշգրիտ արտացոլումն է խաղաղության խաչմերուկ նախագծի, որը այս ամբիոնից ներկայացնելու առիթ ունեցել եմ։ Թրիփ ուղի ենթակառուցվածքային նախագիծը բխում է հենց խաղաղության խաչմերուկ ծրագրից, որի կարողությունների զարգացման վերաբերյալ նախագահ Թրամփի հետ երկկողմ հուշագիր ստորագրեցինք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Հարկ եմ համարում նշել, որ Վաշինգտոնի հռչակագրի համաձայն ներպետական երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը տեղի է ունենալու պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա։ Եվ ինչպես արդեն ասեցի, այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Այս պայմանավորվածությունները Հայաստանի Հանրապետության համար լավ առիթ են ոչ միայն թրիփ ուղու, այլև մյուս սահմանային անցակետերում սահմանային, մաքսային եւ այլ հսկողությունների նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու դիտանկյունից, որոնք համապատասխան կլինեն ժամանակակից ամենաառաջավոր ստանդարտներին։ Թրիփ ուղի ենթակառուցվածքային նախագծի համար կարևոր է Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանի, այսպիսով գոյություն ունեցող երկաթուղու, ավտոճանապարհների բացումը, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների զարգացման հեռանկարով։ Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Թուրքիայի միջև հաստատված է աննախադեպ դրական երկխոսություն։ Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով։ Սա մի ձեռքբերում է, որը ես չափազանց բարձր եմ գնահատում եւ համոզված եմ, տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ միջպետական սահմանի լիարժեք բացման։ Տիկնայք եւ պարոնայք, վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերությունների աշխարհագրությունը տեսանելիորեն եւ հաճելիորեն ընդլայնվում է։ 30 տարվա անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ չուներ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ։ Ուրախ եմ արձանագրել, որ հիմա արդեն մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, երկխոսություն է տեղի ունենում։
իսկ Հայաստանի Հանրապետության ավանդական կապերը նկատելիորեն զարգանում են։ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր երկխոսությունն ու եղբայրությունը ավելի տեսանելի է դառնում։ Այս հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին զուգահեռ չափազանց կարևոր են Հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղ, կայուն և զարգացող միջավայր տեսնելու համար։ Այս իմաստով կարևորում եմ նաև 3 գումարած 3 ձևաչափը, որը մեզ համար կարևոր հարթակ է մեր տարածաշրջանի երկրների հետ երկխոսելու և Ռուսաստանի Դաշնության հետ մեր ավանդական երկխոսությունը զարգացնելու համար, չնայած մենք Ռուսաստանի հետ մշտական ակտիվ շփումներ ունենք երկկողմ ձևաչափով։ Վերջերս մենք ռազմավարական գործընկերություն հաստատեցինք Չինաստանի հետ։ Ակտիվ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը նոր հորիզոններ է բացում մեր առաջ։ Մենք ակտիվացնում ենք մեր հարաբերությունները Ճապոնիայի, Մոնղոլիայի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Տիկնայք և պարոնայք, հարգելի ներկաներ, այս տարի մարտին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը, որը շատ մեծ նշանակություն ունի մեր օրակարգի համար։ Այս օրենքը ոչ միայն Եվրոպական միության հետ մեր աննախադեպ բարձր մակարդակի հարաբերությունների արտահայտություն է, այլև ուղիղ վկայություն ժողովրդավարական արժեքներին մեր նվիրվածության։ Շատերը հարցնում են, թե երբ Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ և որքանով է դա իրատեսական։ Նախ մեր 4 հարևաններից 2-ը Եվրամիության անդամության թեկնածու երկիր են, և հետո Եվրամիության անդամ դառնալու գործընթաց սկսելու մասին օրենքը մեզ համար նախ և առաջ ժողովրդավարական բարեփոխումները հետևողականորեն շարունակելու խթան է։ Մենք ուզում ենք ինստիտուցիոնալ և բովանդակային առումով համապատասխան լինել Եվրամիության ստանդարտներին։ Առանց այդ ստանդարտներին համապատասխանության հնարավոր չէ Եվրամիության անդամ դառնալ։ Եվ հետևաբար, երբ Հայաստանը օբյեկտիվորեն համապատասխանի Եվրամիության ստանդարտներին, այս կետից ունենք 2 ճանապարհ։ Մեզ կամ կընդունեն Եվրամիության անդամ, կամ չեն ընդունի։ Եթե կընդունեն, լավ է, եթե չեն ընդունի, մենք լուծած կլինենք մեր առաջ դրված մի կարևորագույն խնդիր։ Հայաստանը կլինի ժամանակակից առաջավոր ստանդարտներին համապատասխանող երկիր։ Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու մեր ձգտումը ոչ թե աշխարհաքաղաքական, այլ ժողովրդավարական ընտրության հարց է, որովհետև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից ի վեր ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը մեր կողմից որդեգրված են որպես ռազմավարություն։ Ժողովրդավարության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումները առավել ինստիտուցիոնալ և ժողովրդամետ դարձնելու համար առաջիկայում մենք մտադիր ենք անել հաջորդ քայլը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե նոր սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը և երկրում հաստատված իրավակարգը օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն ժողովրդի հետ, Հայաստանի պետականությունը դարձնելով հարատև ու ժողովրդակենտրոն։ Տիկնայք և պարոնայք, հարգելի ներկաներ, 2026 թվականը աննախադեպ է լինելու Հայաստանի Հանրապետության միջազգային ներգրավվածության տեսակետից։ Մայիսին Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և ես համայնքի բոլոր երկրների և կառավարությունների ղեկավարներին սիրով հրավիրում եմ մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը։ Այս գագաթնաժողովը եվրոպական քաղաքական երկխոսության կարևոր հարթակ է, որի ձևաչափը բոլորիս հնարավորություն է տալիս հանդես գալ որպես մի մեծ, համատեղ պատասխանատվությամբ կապված թիմ, որը պատասխանատու է Եվրոպայի և
գլոբալ ներդաշնակության համար։ Իդեպ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովում էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Ֆրանսիայի եւ Եվրոպական միության կազմակերպած հանդիպման արդյունքներով առաջին անգամ պայմանավորվեցին Ալմաթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը։ Իմ տեքստից դուք տեսաք, թե այս պայմանավորվածությունը ինչպիսի վճռական դերակատարություն ունեցավ եւ չափազանց կարեւոր է այդ համաձայնությունը եւ Պրահայի այս համաձայնությունների ձեռքբերման հարցում ուզում եմ հատուկ ընդգծել հատկապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առանձնահատուկ դերը եւ անհատական ջանքը։ Հարգելի նախագահող, ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ, տիկնակ եւ պարոնայք։ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ն էլ Հայաստանում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը եւ ինձ համար պատիվ է բոլոր երկրների եւ կառավարությունների ղեկավարներին հրավիրել մասնակցելու Երևանյան այդ համաժողովին։ Հույս ունեմ այդ ժամանակ արդեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում զեկուցած կլինեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը առնվազն ստորագրված է, Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը բացված, Թրիպ ուղի նախագծի ներդրումային ծրագրի մի մեծ հատված արդեն իսկ իրականացված։ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր նվիրվածությունը խաղաղության օրակարգին եւ ձեռք բերված խաղաղությանը։ Համոզված եմ, Ադրբեջանի հետ սերտ երկխոսությամբ, տարածաշրջանային երկրների եւ միջազգային հանրության աջակցությամբ մենք այլևս երբեք չենք շեղվի խաղաղության ուղեգծից։ Կեցե երկխոսությունը, կեցե դիվանագիտությունը, կեցե խաղաղությունը։ Շնորհակալ եմ։